Կառուցապատողները դրանք այն ընկերություններն են, որոնք որ աշխարհի բոլոր փողերը աշխատում են։ Ոչ մասնագիտական համայնքներում, ավելի գլոբալ համայնքներում ընկալումը բացասական է։ Գլուխը ստականա գնամ առաջ, ինքը անընդհատ զսպում է։ Դուք տեսնում եք, որ մերոնք էմոցիոնալ են։ Շատ կարևոր է իրականության նկատմամբ զգացողությունը չկորցնել։ Կարող է պատահի մեզ հետևում են։ Բացի արտադրությամբ զբաղվող ընկերությունը չի կարող իրականացնել կառուցապատում։ Շուկան կմահանա, բոլորի գումարները կգնան կկորեն։ Եթե կա գաղափար, ապա գաղափարի շուրջ կարելի է ամեն ինչ ձևավորել։ Ամեն մեկը եթե մտնի, հաստատ այդ խնդրին բախվելի է։ Երևանը արդեն խեղդվում է։ Երևանը մեր հաշվարկով արդեն 1.2, 1.3 միլիոնանոց քաղաք է դառնում։ Ողջույն բարեկամներ, դուք կրկին միացել եք Տունկաստին, սա Տունեքսպոյի պաշտոնական ոդկասթն է, որտեղ մենք խոսում ենք անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտին առնչվող հարցերից, խնդիրներից, լուծումներից եւ հյուրընկալում ենք մարդկանց, որոնք կանգնած են այս ոլորտի առաջին գծում եւ կատարում են շատ մեծ աշխատանք։ Դուք կտեսնեք այստեղ հյուրեր կառուցապատման ոլորտից, կտեսնեք փորձագետների եւ այստեղ մենք շատ པարզ ու հասկանալի լեզվով բացում ենք ողջ ոլորտը։ Այսօր մեր հյուրը One SQ ընկերության հիմնադիր, գործարար Արմեն Սաքապետոյանն է։ Ողջույն պարոն Սաքապետոյան։ Ողջույն, բարև ձեզ։ Ուրախ եմ, որ ձեր բազմազբաղ գրաֆիկի մեջ հատկապես այս տարեսկզբին բոլորս ծանրաբեռնված են, գտել եք ժամանակ եւ եկել եք հյուր, ու երևի առաջին բանը, որ ինձ անձամբ հետաքրքիր է, ես գիտեմ դուք ինչքան բազմակողմանի զարգացած մարդ եք եւ ինչքան շատ ոլորտներում կարող եք գործունեություն ծավալել, ինչպես է ստացվել ու ինչի հետ է կապված ընտրությունը հենց կառուցապատման ոլորտ մտնելու ու նաեւ կառուցապատման կառավարման ոլորտ, ինչը մի քանի անգամ ավելի դժվար ու ինչ որ իմաստով նաեւ գլխացավանք հարուցող աշխատանք է եւ ինչպես է հիմա ձեր գործերը ընթանում այս ոլորտում։ Գոհ եք, եթե նորից ընտրեիք, կընտրեիք այս ոլորտը, այսպես։ Շատ շնորհակալություն Ձիանա ջան հրավերի համար։ Իրականում գնահատելի է նմանատիպ հարթակների ստեղծումը, ես սկսեմ դրանից եւ Big Project-ը հանդիսանալով Տունեքսպոյի կազմակերպիչ, որը որ երևի միակ եւ լավագույն հարթակներից մեկն է էքսպոների կազմակերպման, առավելապես անշարժ գույքի շուկայում հնարավորությունը կամ հարթակը, որպեսզի կարողանան կառուցապատողները ներկայացնեն իրենց նախագծերը, իրենց առաջարկները։ Շնորհակալ եմ։ Եվ հուսամ երկար կլինի ձեր հաղորդումները եւ դիտարժան կլինեն։ Անցնեմ ձեր տված հարցին։ Շատերը գիտեն, որ ես մասնագիտությամբ իրավաբան եմ եւ երկար տարիներ աշխատել եմ պետական տարբեր համակարգերում, հիմնականում ֆինանսների նախարարությունում աշխատած իմ ժամանակահատվածն է, որ տվել է ինձ գիտելիքներ ընդհանուր համակարգերը պատկերացնելու համար։ Դրանք կլինեն բյուջետային համակարգերը, պետական համակարգերը կամ ընդհանուր համակարգերի վերաբերյալ իրավական մոտեցումները, որտեղ սրանք շատ կարևոր են մասնագիտության կամ բիզնեսի կայացման մեջ այս հմտությունները ունենալը։ Եվ երբ որ աշխատում եմ պետեկամուտների կոմիտեում եւ բնականաբար կատարում եմ առավելապես իրավաբանի աշխատանք, եւ մի օր իմացա, որ պատահական հրամանին ծանոթացա մի հրամանի, որտեղ որ մեր պետության երևի ամենակարևորագույն օբյեկտներից մի քանիսի ծրագրերի կառավարումը դրվել է ին վրա որպես պատասխանատու։ Դրանք մեր սահմանային անցակետերն են։ Եվ ես իհարկե շատ զարմացա, բայց դե բոլորը սկսեցին, դե մեկը ասում է հարկային բլոկով զբաղվում, մյուսը մաքսային բլոկով, այսինքն այդ գործառույթը ըստ էության բեկի հետ այդքան էլ առնչություն չուներ, բայց ինչ որ մեկը պետք է զբաղվեր եւ ներգրավեցի արդեն այս աշխատանքի մեջ եւ կիսատ վիճակում ընդունեցի Բավրայի, Բագրատաշենի եւ Գոգավանի սահմանային անցակետերի ծրագրերը, որոնք որ պետք է արդեն ավարտվեին, ընթացքի մեջ էին գտնվում եւ զուգահեռ պետք է սկսվեր Մեղրիի սահմանային անցակետի ծրագիրը։ Ոչ որպես իրավաբան, այսինքն Այո, ես որպես կոմիտեի նախագահ ուղղակի պետք է համակարգել այս աշխատանքները։ Բնականաբար իմ համար շատ դժվար էր համակերպելը, բայց քանի որ դրված էր իմ առջև այդ խնդիրը, ես արդեն ամբողջությամբ մտա այս ծրագրերի մեջ։ Ես անկեղծ ասեմ, դա երևի Հայաստանում ամենաբարդ կառույցներից մեկն է, սահմանային անցակետերը, որտեղ սահմանները հատողները ուղղակի տեսնում են ինչ որ մի քանի մարդիկ նստած, բայց հավատացեք, այդ սահմանային անցակետում մի փոքր
տարածքում տեղակայված են 7 պետական մարմիններ, տարբեր կոմերցիոն կառույցներ, դրանք բանկեր, բրոկերային ընկերություններ, ապահովագրական ընկերություններ, օրական հազարավոր մարդկանց հատումներ, հազարավոր գործառույթներ ու այս ամեն ինչը հնարավոր հանցագործություններ, այո, ինձ այդ մասն ավելի շատ հետաքրքրում, թե ինչպես է բացահայտվում օրինակ մաքսային հանցագործությունները, դեռ ես շատ մեծ փորձ ձեռք բերեցի, բայց սա մի խոսքով այն ծրագրերն են, որոնք որ ես քաղաքաշինական որպես ծրագրեր լավ սկսեցի իրականացնել, խորանալ եւ ավելի լավ պատկերացնել թե շինարարությունը, թե ինժեներիան, թե ընդհանուր կառուցապատման այս գործընթացը եւ բնականաբար արդեն պետական աշխատանքս ավարտելուց հետո թիվս իմ իրավաբանական գործունեության սկսեցի զբաղվել կառուցապատման գործունեությամբ, այդտենց ես հայտնվեցի արդեն կառուցապատման ոլորտում։ Հետաքրքիր է, որ ի սկզբանե չեք ունեցել նման ցանկություն եւ չեք հետաքրքրվել, բայց փորձից է բխել ձեր հետաքրքրությունը ու հենց շատ լավ տեղ կանգնեցինք, որտեղ իմ հաջորդ հարցը քաղաքաշինական պատասխանատվության մասին է։ Ինձ հետաքրքիր է լսել ձեր կարծիքով ինչպես են կառուցապատողները դրսևորում այդ պատասխանատվությունը, որովհետև ճիշտն ասած, այսօր երբ տարբեր տեղերում խոսում են կառուցապատողների մասին, ոչ մասնագիտական համայնքներում, ավելի գլոբալ համայնքներում ընկալումը բացասական է։ Տպավորություն է, որ այդ խոշ կառուցապատողները ինչ որ այսպես վամպիրներ են, որ քամում են բոլորիս արյունը, մինչդեռ մարդիկ կառուցում են քաղաքը պարզապես եւ նորացնում են քաղաքը, բայց դա մասնագիտական համայնքը միայն գիտի, թե դա ինչ իրականում բարդ ու պատասխանատու աշխատանք է։ Մի քիչ որ ավելի մեր լայն լսարանը եւ ունկնդիրները ավելի լավ պատկերացնեն։ Ինչեր են կառուցապատողները ձեռք առնում, ինչ միջոցառումներ, ինչ գուցե ընթացակարգեր կան, որոնցով որ իրենք դրսևորում են իրենց պատասխանատվությունը քաղաքի հանդեպ, արդեն եղած ճարտարապետության հանդեպ, բնակիչների հանդեպ, ի վերջո ինչ որ անում է կառուցապատողը մեր կյանքի վրա ազդում է արդեն ընդմիշտ 10, 20, 30, 100 ավել տարիներ, չէ՞։ Ինչ է կատարվում համայնքում այս թեմայի մեջ, որ փակ է մեզ համար։ Այդ վերջին 8-10 տարիների զարգացումը կառուցապատման ոլորտում բերեց նրան, որ հայտնվեցին նոր խաղացողներ, նոր ընկերություններ, այդ թվում նաև մեր ընկերությունը, ինչպես նաև ոլորտում կային հնաբնակներ, որոնք որ տեսել էին տարբեր ժամանակահատվածի դժվարություններ, կրիզիսներ եւ դիմակայել էին այս ամեն ինչին։ Բնականաբար այն կազմակերպությունները, որոնք որ մտնում են կառուցապատման շուկա, ունեն երկու նպատակ, մի մասը դա մեկ նախագիծ անել եւ շուկայից դուրս գալն է, մեկ կամ երկու նախագիծ, դա իրենց ռազմավարությունն է եւ մյուսները, որոնց ռազմավարությունը երկարաժամկետ խաղացող լինելն է շուկայում եւ ըստ էության տարբերությունները, եթե մենք դնում ենք այս երկու տեսակի կառուցապատողների մեջ արդեն ակնհայտ է դառնում ձեռագիրը։ Այն կառուցապատողները կամ ընկերությունները, որոնք որ դիրքավորվել են շուկայում դեպի ավելի երկարաժամկետ, ավելի մեկը մյուսից ավելի լավ նախագծեր բերելու տրամաբանությամբ, բնականաբար նրանք դողում են իրենց ամեն մի գնորդի, իրենց ամեն մի կառուցած քառակուսի մետրի լավ որակյալ լինելու, ժամանակին հանձնելու եւ մյուս բոլոր պարտականությունները ժամանակին անելու։ Բայց շուկայում հայտնվում են կառուցապատողներ, որոնք որ մեկ օրվա համար են այսպես ասած աշխատում, կարող են ինչ ուզել անել։ Այո, եւ չունեն բավարար փորձ, չունեն բավարար գիտելիքներ, չունեն բավարար ֆինանսական գիտելիքներ, հարկային գիտելիքներ, իրավական գիտելիքներ, որտեղ մենակ քաղաքաշինական գործիքներ ունենալը կամ գիտելիքներ ունենալը դեռևս բավարար չի։ Եվ այս նմանատիպ ընկերություններն են, որ քիչ պատասխանատվությամբ են մոտենում ամեն ինչին եւ սկսում են վնասել, սկսում են վնասել իմիջը ընդհանրապես մեր շուկայի թե ներքին սպառողի համար, թե արտաքին սպառողի համար։ Այդտեղից էլ ստեղծում է մի կարծրատիպ մեր հարգարժան քաղաքացիների մոտ, կամ շատերի մոտ, որ կառուցապատողները դրանք այն ընկերություններն են, որոնք որ աշխարհի բոլոր փողերը աշխատում են։ Այո, եւ անպայման թալանում են իրենց։ Այո։ Չնայած որ գուցե ոչ մեկ ոչ մի տուն չի գնել, բայց այդ խիստ կտրուկ ընկալում ամեն դեպքում ոլորտի հանդեպ, մենք հենց էքսպոյում ենք շատ զգում մեկնաբանությունները, որ գրվում է մենեջերին կամ օրինակ ինձ են հաճախ գրում, որ վայ, այս կառուցապատողը են, ու դժվար է լինում բացատրել այս նուրբ տարբերությունը, որ այո, ինչպես բոլոր ոլորտներում, այստեղ կան բոլոր տեսակի խաղացողները։
Հիմա ինչպես լուծենք այս խնդիրը, մենք կառուցապատողների արդեն ասոցիացիայով մշակել ենք հայեցակարգ, որ ներկայացրել ենք պետական մարմիններին, դրան հաջորդել է արդեն օրենքի նախագիծը, որը արդեն սահմանul է գոնել մինիմալ խաղի կանոնները կառուցապատողների համար, առնվազն մեկ կանոն ասեմ, որ օրինակ չգիտեմ, հացի արտադրությամբ զբաղվող ընկերությունը չի կարող իրականացնել կառուցապատում եւ այլն, այսինքն մի շարք sense սահմանափակումներ են դրվելու կառուցապատող այն ընկերությունների նկատմամբ, ովքեր որ գնման իրավունքով են վաճառելու, սա շատ կարեւոր, որովհետեւ եթե կառուցապատողը ինքը իր միջոցներով կառուցում է, հետո գրանցում է իրավունքով վաճառում է, նա այս կարգավորումներից դուրս է լինելու։ Մենք հավասար ռիսկերով։ Այո, մենք կառուցապատումը գնման իրավունքի դեպքում հավասարեցրել ենք ավանդին, որովհետև ավանդի դեպքում էլ մարդը վստահում է բանկին, գումար է դնում, հետո եկամուտ ստանալու ակնկալիքով, նույնը ստեղ է, գումարը դնում ես, բայց շատ ժամանակ չգիտես ում մոտ ես դրել, ինչ ես դրել, այսինքն մենք այդտեղ խրախուսական գործիքներ ենք դնում, հիմա շուկայում կա նաև գնման իրավունքի հետ գումարների ապահովագրության ինստիտուտը, որը մեր գործընկերները ներդրեցին, բոլորը ձգտում են միանալ սրան, դա հատուկ հաշիվների գումարների օգտագործման կանոններն են, ընկերությունների թափանցիկությունն է, ֆինանսական թափանցիկությունն է, որը որ շատ կարևոր է, որովհետև 10 տարի առաջ եթե որևէ մեկին ասեր, որ ուզում ենք մտնենք արժեթղթերի շուկա, կարող են զարմանալ, բայց այսօր մենք եւ մի քանի գործընկերություններ արդեն ներկայացնում ենք մեր պրոդուկտները արժեթղթերի շուկայում, պարտատոմսերի տեսքով եւ կարող ենք ասել շատ գոհ ենք մեր նկատմամբ վստահությունից, որովհետև շատ քիչ ժամկետում տեղաբաշխվեց պարտատոմսերը, բայց սա կարծում եմ այդ նոր նշաձողն է, որին պետք է շուկայում բոլոր խաղացողները ձգտեն։ Այո, հետո մարդիկ հոգնում են անընդհատ նույնությունից, որովհետև տարիներ շարունակ շուկային կարծես պահում են եկամտային հարկի հետ վերադարձի օրենքը եւ ամեն նոր նախագծի ճակատին խփվում են այդ արտահայտությունը ու տպավորությունն է, որ 2024 թվականից հետո վերջ շուկան կմահանա, բոլորի գումարները կգնան կկորեն, այդքան կառուցապատում, բայց մենք տեսնում ենք, որ ուղղակի շուկան տրանսֆորմացվում է շատ գեղեցիկ կերպով, առաջ են գալիս այս նոր գործիքները եւ նաեւ թե կառուցապատողների հայկական ասոցիացիայի տարած լուրջ աշխատանքի շնորհիվ պետություն մասնավոր երկխոսությունը ապահովելու շնորհիվ նախ մաղվում են այն կառուցապատողները, որոնք եկել էին այդ 2 տարվա խաղի համար, կամած, իհարկե նաև պիտի հաշվի առնենք, որ որոշ քաղաքացիներ վնասվում են դրանից, բայց դա նորմալ է, մեր քաղաքացիներին ուղղակի հորդորենք, որ որոշումներ կայացնելուց առաջ շատ խորանան ընդհանրապես կառուցապատողի կյանքի կենսագրության պորտֆոլիոյի մեջ, այսօր ամեն ինչ հասանելի է, կարծում եմ, հետո նաև ասոցիացիայի անդամ լինելը եւս այդ ֆիլտրն է, չէ, բավականին հզոր ֆիլտր է, որով կարող են նաև մարդիկ հետագայում առաջնորդվել։ Քանի որ մեզ նայում են հիմա շատ նաև երիտասարդ մարդիկ, որոնք գուցե ապագա կառուցապատողներն են կամ կառավարիչներն են տարբեր նախագծերի շինարարության, մեզ կասեք ձեր փորձից, ձեր հենց երիտասարդ տարիների փորձից սկսած անցակետերի եւ հիմա նախ տարբերությունները աշխատանքների կազմակերպման, ինչն է փոխվել, ինչն է ավելի հեշտացել կառավարման դաշտում։ Օրինակ AI գործիքներ են առաջ եկել, տարբեր կառավարման համակարգեր, թվային գործիքներ, հեշտացել է սրանով թե իրականում ոչ, եւ երկրորդ, ինչն է ամենաբարդը այս ոլորտում, որ ամեն մեկը եթե մտնի, հաստատ այդ խնդրին բախվելի է ու դժվար է այդ խնդրի հետ առերեսվելը։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Ես մի փոքր ներկայացնեմ կառավարման համակարգը, որովհետև ես ինքս անձամբ կամ մեր ընկերությունը զբաղվում է նախագծերի կառավարմամբ եւ ներդրումների ներգրավմամբ, սա շատ կարեւոր է, ասենց ավելի պատկերավոր ասեմ, ով հող ունի, փող չունի, կամ փող ունի, հող չունի, կամ հող ունի եւ փող ունի, բայց ժամանակ չունի կամ հմտություններ չունի կառուցապատման նախագծեր իրականացնելու, այդ մարդիկ մեր հաճախորդներն են կամ մեր գործընկերներն են եւ մեր ընկերության անունը հենց investment and development, այսինքն մենք ոչ միայն աշխատում ենք քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ, այլ նաև ներգրավում ենք միջոցներ, ֆինանսական միջոցներ, դա կլինի բանկային, դա կլինի պարտատոմսերի տեսքով, դա կլինի ընդհանրապես իրար չճանաչող մարդկանց մի սեղանի շուրջ նստեցնել եւ Դալանի օրինակով երբ պարոն երևի հատկանշական, ամենալավ այդպես ֆիշկա, այսպես ասած, ձեր պորտֆոլիոյում Դալանն է։ Ես մեկ-մեկ զարմանում եմ, եթե մեկի հետ խոսում ու Դալանը չի իմանում, չնայած քիչ են նման մարդիկ, բայց նախ վեր է խոյացել արդեն գրեթե ողջ շենքը շատ գեղեցիկ։ Ես
մարզվում եմ այդ տարածքում ամեն օր աչքիս առաջ է դալանը ու հետո շատ հատկանշական նախագիծ է մեր տարածաշրջանի համար ու այդ նախագծի կառավարումը եւ նաեւ ներդրումների ներգրավում ամեն բան դուք եք անում այդ դրա օրինակով էլ կարող եք ներկայացնել Գիտեք, եթե կա գաղափար, ապա գաղափարի շուրջ կարելի է ամեն ինչ ձևավորել, բնականաբար, այո, Դալանի դեպքում ամբիցիոզ է, որովհետև ինքը մեծ նախագիծ է եւ ֆինանսապես եւ քաղաքաշինական առումով 155,000 քառակուսի մետր կառուցապատում է որպես մեկ միավոր, սա էլ է շատ կարեւոր եւ Դալանի փորձով եթե ես ասեմ, ապա նախ պետք է համախոհների մեծ բանակ, սկսած վաճառքի, նախագծողների, տարբեր ինժեներական թմերի, կառավարման այս համակարգի եւ մենք զրոյից ստեղծեցինք այս թիմը, համակարգը, իհարկե որոշ ծառայություններ նաեւ արտապատվիրակելով այլ ընկերությունների, բայց գաղափարի շուրջ սկսեց ձևավորվել, այդ ոսկորի շուրջ սկսեց արդեն ամեն ինչ համուհոտ ստանալ եւ շատ կարեւոր է, որ դու ամենասկզբից նախանշես քո քաղաքաշինական նպատակները, դրան հասնելու ֆինանսական գործիքները եւ դրան հասնելու գործողությունների հաջորդականությունը արդեն, որոնք բազմազան են թե քաղաքաշինական առումով, թե ինժեներական առումով, թե ֆինանսներ ներգրավելու առումով, թե իրավական առումով մի շարք process-ներ կան, որոնք որ պետք է ճիշտ կառավարել եւ սրանց ամբողջության մեջ ստեղծում է հենց այդ կառավարման նախագծի կոնցեպտը, որը որ ռազմավարությունն է քո ընդհանուր 5 տարիների համար Եվ շատ կարևորում այն հանգամանքը, որ կարողանում ես դու իրար ճանաչող անձանց, որտեղ մի դեպքում կարող է հողի սեփականատեր լինել, որը որ գրավիչ դիրքում է գտնվում եւ տարբեր ինվեստորներ, որոնք որ ընդհանրապես իրար չեն ճանաչում, բայց բոլորը վստահում են քեզ, բոլորը վստահում են քո կառավարմանը կամ քո կառավարման փորձին։ Կառավարչի ֆունկցիան գլխավոր։ Այո, եւ դու շատ կարեւոր է որ այդ ամեն ինչ անում ես թափանցիկ։ Եթե Դալանի օրինակով բերենք, մենք բոլոր մեր կապալի պայմանագրերը կամ բոլոր գործընկերների հետ մեր պայմանագրերը կնքել ենք մրցակցային եղանակով։ Դա բերում է եւ թափանցիկության, եւ էֆեկտիվության, եւ շուկայից ավելի շատ մարդկանց ներգրավելու, այսինքն Ես ինքս կառավարման մասնագետ չեմ, բայց կառավարման այս տարրական կանոնները առնվազն պետք է պահպանվեն, որպեսզի կարողանաս հաջողության հասնել։ Գլխավոր մարտահրավերը այստեղ այդ վստահությունն է, թե մեր շուկայում ու մեր միջավայրում ավելի հայկական, այսպես մենք իրար տարածված է ասել, թե չենք վստահում, բայց ճիշտ գործարարության մեջ ես ինքս ավելի շատ տեսնում եմ, որ իրականում վստահում ենք իրար։ Հետո ենք սկսում չվստահել, երբ մի բան այն չի գնում, բայց արդյոք մարտահրավեր է ձեզ համար, հատկապես օրինակ Դալանի նախադեպը չկա, դուք չէիք կարող նայել մեկ ուրիշ նախագծի կողքին կառուցված եւ այդ փորձից սովորել։ Դալանը լրիվ տարածաշրջանում չկա նախադեպը։ Ես գիտեք ինչպես եմ միշտ պատում Դալանի մասին, որ մարդիկ միանգամից տեղը բերեն, ասում եթե Google-ը ուզի գալ տարածաշրջան, սա միակ վայրն է, միակ կառույցն է, որը իր ստանդարտներին համապատասխանում է եւ Google-ը նորմալ կնայի այդ մտքին առհասարակ տարածաշրջան գալու։ Իրականում շատ ճիշտ եք համեմատում եւ ասում, Ձիանա ջան։ Եվ Google-ը չէ, բայց Google-ին համարժեք մեկ այլ ընկերության վերաբերյալ մենք շուտով կազարարենք, որը այո, լավ լուր մենք ունենք, բայց այս պահին չեմ կարող ասել, առաջիկայում դա կհրապարակենք, երբ որ կֆորմալացվի ամեն ինչ։ Այո, եւ դա իրականում մեր համար շատ բարձր գնահատանք է, որ նմանատիպ ընկերությունները, որոնք որ հավակնում են մտնել մեր շուկա, հենց առաջինը դիտարկում են մեր նախագծերից որևէ մեկում տեղակայվելու, բայց էլի Դալանի օրինակին գամ, Դալանի դեպքում շատ կարևոր է, որ դու հենց առաջին օրվանից կարգապահությունը պահես, սկսած շինհրապարակի կահավորումից, վերջացրած քո ֆինանսական կարգապահությամբ, որովհետև եթե խոսենք մի փոքր նախագծի մասին, օրինակ 5 կամ 10 հարկանի մի շենքի մասին, այո, այդտեղ վստահությունը անձնական ճանաչելիությունը մեր ներսի շուկայում շատ կարևոր է, բայց մենք Դալանի նախագծի շրջանակներում տարբեր բանակցություններ ենք ունեցել Քուվեյթում գտնվող տարբեր ֆոնդերի հետ, Էմիրատներում գտնվող տարբեր ֆոնդերի հետ, առնվազն լիքը բան սովորել ենք իրենցից, բայց երբ որ դու քո
հայացքը երկրից դուրս ես հանում եւ հասկանում ես, որ մեծ ծրագրերի համար պետք են մեծ միջոցներ կամ մեծ ինվեստորներ եւ այնտեղ խաղի կանոնները լրիվ ուրիշ են։ Ինչ վստահություն։ Ստեղ կարող է օրինակ նա 10 հարկանի շենք կառուցող լինի, ինքը տենց բաներով, օգնականներով, բաներով 3-4 ավտո գնա, պատկերացնի, որ ինքը տենց աշխարհի ամենաուժեղ տղան է, բայց հավատացեք, երբ որ բարձրանում ես այն մակարդակին, որտեղ որ արդեն միջազգային կամ տարածաշրջանային խաղացողներն են, դու հասկանում ես, թե մարդիկ ինչ հասարակ են եւ դու էլ արդեն այդ միջավայրում սկսում ես սկսած էթիկայից, մարդկանց հետ վարվելակերպից, վերջացրած ինֆորմացիայի փոխանակման, վերջացրած կառավարման այս բոլոր գործիքները ունենալու հանգամանքով դու պետք է դրսևորես քեզ ոչ թե որպես տեղական մի ընկերություն, որը որ կառուցապատում է իրականացնում, այլ գոնե իրենց լեզվով պետք է խոսես։ Այսա շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք աճել, զարգանալ որպես կառուցապատողներ կամ կառավարիչներ, որպեսզի հետաքրքրություն ներկայացնենք դրսի աշխարհին։ Ես համաձայն եմ, միջազգայնացումը ընդհանրապես շատ ենք այս վերջի 2 տարին խոսում, բայց երբ մենք անցած տարի գնացինք Մոսկվա ու Տունեքսպո Մոսկվան իրականացրեցինք, հետո հետ եկանք ու նայեցինք անցած ճանապարհին, տեսանք սխալները եւ մեր որպես կազմակերպիչ բնականաբար շատ հարցերում եւ նաեւ մեր կառուցապատողների, որպեսզի պատկերացնեք, շատ կառուցապատողներ ունեին տաղավար ցուցահանդեսում, բայց թիմում ոչ մեկը չկար, որ ռուսերեն խոսեր։ Օրինակ, էլի ամենատարական, հիմա սխալն եմ ասում, բայց այդ շատ ճիշտ նշեցիք, ամենափոքր մանիերաներից ու աշխատանքային էթիկայից սկսած, մեր մոտ դեռ այդ հարցերը կան ու իմ հաջորդ հարցը, իմ այսպես հարցաշարում, հենց դա էր, քանի որ դուք աշխատում եք մի կողմից կառուցապատողների հետ ու մյուս կողմից կառուցապատողներին սպասարկող տարբեր ընկերությունների հետ, կարծես այդ մեջտեղում եք գտնվում հաղորդակցության։ Ինչ սխալներ եք հաճախ նկատում, որ բոլոր կառուցապատողները կրկնում են ու կարծում են, որ դա ճիշտ է, սխալ, ինչ որ վարվելակերպ, գուցե մտածելու կերպ, որ մտածում են, որ օրինակ ոնց ասիկ, իրանք աշխարհի ամենաուժեղ տղաներն են, բայց իրականությունը ինչպիսին է։ Ինչ սխալ կա, որ եթե մեզ հիմա լսում են կառուցապատողները, կարող են վերանայել կամ այդ կտորին ուշադրություն դարձնել հետոյի համար։ Like մեր թվում ես միշտ շոքեքարշի այն առաջ տանելու դերն եմ կատարում եւ իմ գործընկերը Արտակը մեր զսպողն է, այսպես ասած ռիսկերի կառավարման մասով։ Դուք արկածախնդիր եք։ Հա, ես տենց կարող եմ գլուխս տաքանա, գնամ առաջ, ինքը անընդհատ զսպում է կանգնի, իրականում այս հակակշիռը բերում է հենց այդ հարմոնիային մեր բիզնեսի մեջ։ Ես կարող եմ ասել, որ մեր բիզնեսի մեջ նույնպես Համլետը էլի նման երազող է, ես ավելի ռեալիստ։ Մենք իրարից չենք նեղանում, մենք կարող է շատ սուրբ բանավիճենք, մյուսը սենցա ճիշտ, նենցա ճիշտ, բայց հավատացեք, շատ կարևոր է իրականության նկատմամբ զգացողությունը չկորցնել, բոլոր ռիսկերը հաշվի առնել, լինել սառնասիրտ շուկայի տատանումների վերաբերյալ, որովհետև մի օրինակ բերեմ, դոլարի կուրսը տատանվում է, կարող են մարդիկ գիտեն վազում են մի անգամից իրենց մոտ հաշվի դոլարները դրամ են սարքում կամ դրամը դոլար արժևորվում է, գնում սկսում են դոլար առնել, այսինքն պետքա լինել սառնասիրտ եւ ֆինանսական կարգապահությունը պահպանել։ Ես չեմ խոսում շինհրապարակի կարգապահության մասին, շինարարության փուլերը ճիշտ կազմակերպելու, դա անխոս, դա արդեն հիմնականն է, բայց ֆինանսական կարգապահությունը, սառնասրտությունը եւ այս ռիսկերը հավասարակշռելը շատ կարեւոր է, որովհետեւ մեկ հանգամանքի փոփոխություն օրինակ դրամի արժևորում 20%-ով։ Դա կարող է բերել ամբողջ նախագծի փլուզմանը իր բոլոր հետևանքներով։ Այո, եւ կառուցապատողը կարող է լինել շատ բարեխիղճ, լավ մարդ, որը որ ընդհանրապես նպատակ չուներ որևէ մեկին խաբելու, բայց այս հանգամանքի բերումներով չկշռադատելով իր ռիսկերը հայտնվում է նմանատիպ իրավիճակում։ Շատ կարևոր է, որպեսզի բոլոր գործողությունները կշռադատված լինեն եւ սառնասիրտ, ոնց որ ցանկացած բիզնեսում։ Էմոցիոնալ որոշումներ պետք չէ։ Բայց դուք տեսնում եք, որ մերոնք էմոցիոնալ են։ Իհարկե, քիչ փորձ ունեցողների մեջ ես տեսնում եմ, այո, էմոցիոնալ են։ Մենք ունենք օրինակ նախագծեր, որտեղ որ ինվեստորներից մեկը ընդհանրապես է շուկայի հետ կապ չունի, ինքը пассив ինվեստոր է, գումար է ներդրել եւ ակնկալում է ինչ-որ շահույթ։ Եվ շատ ժամանակ այս տատանումների ժամանակ զգում ես մարդը, երբ որ փորձ ունի, էմոցիոնալ, բաց sense չանենք, բանես չանենք, ոչ, որովհետև եթե կառավարման պարտականությունը դրվել է մեր վրա, պատասխանատվությունը դրվել է մեր վրա,
շատ դժվար աշխատանք է, որովհետև բոլոր process-ների համար բաժնետերի կամ ինվեստորների մոտ արդեն դու ես կրում պատասխանատվություն։ Այո։ Ոչ մեկ, ոչ մի բանկ, ոչ մի ինվեստիցիոն ընկերություն չի նստելու քո հեքիաթները կամ քո իրական պատմությունները նստի, լսի, հասկանա ճիշտ է, լավ էր, վատ էր, ոչ, սառը գործարք տրամաբանությամբ են գնում։ Իսկ ինչ խոչընդոտներ ունեն այսօր կառուցապատողները, որ իրենց կյանքը դժվարանում է։ Օրինակ մի ժամանակ, չնայած հիմա էլ կարծում շինթույլտվությունների հետ կապված թեմաներն էր, որ բոլորի ցավոտ կամ ավարտական ակտերի կտորներ, որ էլի հիմա էլ իրականում ցավոտ կետն է շատերի, ինչ ռեալ խոչընդոտներ կա, դուք շատ եք աշխատում նաև պետության հետ, շփվում եք համապատասխան գերատեսչությունների հետ, գուցե օրենսդրական որոշ բացեր կա, գուցե բանկերի հետ կան խնդիրներ, ինչ կա որ հիմա կարող եք մատնանշել ու նաև կարող ենք ինչ-որ լուծման առաջարկներ անել տարբեր կողմերին, գուցե մեզ ասում կարող է պատահի մեզ հետևում են։ Նայեք, եթե դինամիկայի մեջ նայենք, ահագին բաներ փոխվել են, լավարկվել են, որոշակիացել են, բայց կյանքը մի քիչ ավելի արագ է զարգանում եւ կարծում եմ այդ փոփոխությունները դրանք շատ կարեւոր են, շատ լավ են, բայց դրանք համակարգային չեն։ Մի համակարգային փոփոխության մասին ես կուզենայի խոսել, որ վերջերս քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ հանդիպման ժամանակ ներկայացվեց, դա այն է, ինչ որ երազում են կառուցապատողները, որ հողերի զոնավորման քարտեզ լինի, որ մարդը հող առնելուց առաջ մտնի հասկանա այդտեղ ինչ խտությամբ, ինչ բարձրությամբ, ինչ գործառնական նպատակով կարող է կառուցապատում իրականացնել։ Հավատացեք, բոլոր խնդիրները սկսում են սրա բացակայությունից, այս տվյալների բացակայությունից, որովհետև ես առնում եմ հող, իմ ենթադրությամբ դա լավ է, մի ճարտարապետ ասում է, այստեղ 12 հարկ կտան, մյուս ասում է 18 հարկ կտան, ես դրանից ելնելով հաշվում եմ ներդրումները, գնում հող առնում եմ, հետո գնում եմ կրակը, շատ դեպքերում գնում եմ պաշտոնյաներին, սկսում եմ խնդրել, ստիպել, համոզել, միջնորդել, որ 18 հարկ տվեք, լավ էլի 16 հարկ տվեք, իհարկե այստեղ էլ կան որոշակի սուբյեկտիվ իրավիճակներ, բայց խաղի կանոնների բացակայությունը բերում է այս դժվարություններին։ Հենց ամենաառաջին փուլից փաստորեն։ Այո։ Հիմա ոնց որ արդեն պլանավորված է, որ պետքա լինի, առաջիկայում եթե լինի, դա իրականում մեծ առավելություն կտա խաղի կանոնների որոշակիացման համար, որտեղ ամբողջ աշխարհում դա գոյություն ունի այդ քարտեզները։ Մյուսը խնդիրներից եթե ասենք, դա երկարաժամկետ պլանավորման բացակայությունն է կամ պետության ռազմավարությունն է քաղաքաշինության ոլորտի մասով, ունենք ինչ-որ ծրագրեր, կարճաժամկետ, միջնաժամկետ, բայց երկարաժամկետ իմաստով մենք չգիտենք պետությունը ուրա գնում, թե քաղաքաշինական ծրագրերի, թե ընդհանրապես ներդրումային քաղաքականության մասով։ Հիմա օրինակ դիցուք վերջերս քննարկում էր ներդրումների մասին օրենքը, մենք անընդհատ պնդում ենք, որ ներդրումների մասին օրենքում, այնպես ինչպես հիմիկվա գործող օտարերկրյա ներդրումների մասին օրենքում կա, պետք է լինի այդ grace period-ը, անցումային ժամանակաշրջանը, որովհետև մեծ ներդրումների համար, առավելապես քաղաքաշինության ոլորտում, դու պետքա մարդուն գոնե 10 տարվա խաղի կանոն ասես։ Դա կլինի քաղաքաշինական նորմերի փոփոխության, հարկային նորմերի փոփոխության, ընդհանրապես ներդրումային գրավչության վերաբերյալ։ Որտեվ ինչ է լինում, մարդը առնում է 2 հեկտար հող, պետքա 3 փուլանի կառուցապատման ծրագիր իրականացնի 8 տարվա համար օրինակի համար, բայց սկսում է այս պահին այս կանոններով առաջին փուլը, երկրորդ փուլում պարզվում է, որ պետք է ԱՊԶ-ի համար շինթույլ բանը վճարներ ունենա, երրորդ փուլում պարզվում է լրիվ հարկային քաղաքականությունն է փոխվել։ Ֆինանսական պլանավորումը գնում է ծոցը։ Այո, ես շատ խնդիրներ առաջանում են սրանից։ Ես բերեմ Ղազախստանի օրինակը։ Ես ուզում եմ հարցնել միջազգային օրինակներ կան։ Ղազախստանում կա պետական փաստաթուղթ, դա կոչվում է քաղաքաշինության ոլորտի ռազմավարություն եւ այդ փաստաթուղթը հաստատվել է այդ կառավարության կողմից Ղազախստանի, որտեղ որ 25-ից 35 թվականի քաղաքաշինական ոլորտի քաղաքականությունն է ասում։ Պետությունը գոնե ասում է, որ ռեգիոններն է իր համար պետք որ զարգանան, որտեղ ինչ առավելություններ կարող են տալ, լավ։ Հիմա օրինակ այս Երևանից դուրս եկավ եկամտային հարկը 5 տարի ասում ենք, որ դա բերելու է Երևանի մեծացմանը։ Դա բերելու է իր հետևից շատ լուրջ ենթակառուցվածքային խնդիրների, որտեղ զով ունի առինչ դրանք գյուղեր են եղել եւ չունեն համապատասխան ենթակառուցվածքներ ուղղակի, չգիտեմ, գազի, հոսանքի, ջրի, ճանապարհների, մյուսը։ Բացակայում է երկարաժամկետ ռազմավարական այդ փաստաթուղթը,
որը որ կտա վստահություն թե տեղական գործընկերներին, կառուցապատողներին, թե դրսից ինվեստորներ բերելու տրամաբանության մեջ կարողանան դրանով առաջնորդվեն։ Այ օրինակ հիմա այս downtown-ի նախագիծը կամ Նորագյուղի նախագիծը որ կա, կարծում ենք, տենց տեսնում ենք նախանշաններ, որ ստեղ լինելու է որոշակի քաղաքականություն ընդհանուր այդ ոլորտի հստակություն, սկսած գույքերի իրացումներից, վերջացած քաղաքաշինական միջավայրով, ենթակառուցվածքներով։ Ամեն դեպքում մենք ակնկալում ենք, որ գոնե այդ ծրագիրը չի լինի Հյուսիսային պողոտայի, Ֆիրդուսի կամ մյուսների նման մի քիչ կիսատ, մի քիչ անհասկանալի։ Հավատացեք, ես վերջերս Տաշկենտ էի գնացել, շատ հետաքրքիր էր իրենց կառուցապատումը նայել ու այն նախագծերը, որ մեր մոտ արված են, նույնն էլ ընդեղ են անում։ Բայց տեսնում ես, որ կա ձեռագիր, տեսնում ես կա որոշակիություն, մենք անընդհատ ասում ենք ուզբեկները սենց եւ այլն, բայց հավատացեք, իրականում քաղաքաշինական առումով մի քանի քայլ կարելի ասել մեզնից առաջ են։ Այո, ցանկացած երևի ոլորտում ու ցանկացած գործում է այդպես, եթե չկան հստակ խաղի կանոններ, ով ինչ ուզում անում է, հետո կեսը փաստի առաջ են կանգնում, կեսը շահեկան դիրքում են հայտնվում, ոչ ճիշտ մրցակցային պայմաններ, ոչ արդար, նաեւ ինչպես եւ այս ոլորտում մենք տեսնում ենք, նշանակում է, որ հիմա եթե ուշադրություն չդարձնենք այս հարցերին, ավելի կխորանա, որովհետև ճիշտ նկատեցիք վերջի տարիներին շատ բան է փոխվել, ավելի խելացի են բոլորը դարձել, մասնագիտական իմաստով ավելի են խորացել, բայց կարծես թե հատկապես այս վերջին բաներից հետո, օրենքի փոփոխություններից հետո, եկամտային հարկի հետ կապված եւ այլն, եթե կառուցապատողը չի կառուցում ոչ էկոնոմ դասի գույք, ինքը շարունակում է իր կյանքը, ինչպես շարունակում էր, բայց մնացած կառուցապատողները, որոնք էկոնոմ դասում էին, կարծես խաղի պիտի դուրս գան կամ պիտի փոխվի շուկան ու հիմա ուզում եմ գալ այս առաջարկ պահանջարկ խնդրին մենք մեր շատ գոլեգաների հետ զրույցներում եկանք այն եզրակացությանը, որ իրականում այն առաջարկը, որ հիմա կա, միևնույն է, եթե խորանանք ինչ պահանջարկ իրականում պիտի լիներ, հաշվի առնելով հին բնակ ֆոնդը, հաշվի առնելով, որ ընտանիքները ավելի փոքր ֆորմատով են սկսում, այսինքն եթե առաջ 8 հոգով են մի բնակարանում, հիմա անխուսափելի է, որ ամեն մեկը իր բնակարանն է ուզում ունենալ, ու ոնց որ թե ձևավորվող սպասվող պահանջարկի համար, անգամ առաջարկը, որ հիմա լինելու է շուտով հանձնվելու են այդքան շենքեր, միևնույն է քիչ է ու կարծես թե նաև չկան այս քաղաքաշինական նախագծերին աջակցող բուսթանող նոր առաջարկներ ինչ է կարծում ես առաջարկ պահանջարկի այս կանխատեսումը որ մենք ներքին խոսակցություններ ենք հավարում մեր գոլեգաների հետ ճիշտ է թե իրականում ինչ էլ որ կառուցվում է բավարար է լինելու ու Երևանը էլ չունի կառուցապատման կարիք գնանք զարգացնենք Դիլիջանը չգիտեմ Իջևանը այդ կողքի մնացած քաղաքները ինչու ասի Դիլիջանը որովհետև մենք կոնկրետ Դիլիջանում ենք ներդրում արել ու զգում ենք որ այդ եկող տրենդ է լինելու Նայեք, պահանջարկը միշտ կա, դա բարձր է թե ցածր է, դրա գնահատական ես կարող եմ տալ, որովհետև բնակարանները դրանք գույք են, մաշում են եւ միշտ պահանջարկը առկա է։ Այս պահին պահանջարկը այնքան բարձր չէ, ինչքան որ պետք է լիներ, որովհետև շատ մարդիկ իրենց հետաձգված գնումները, ասենք տուն պետք է առնեն 28-30-32 թվականյան զավակների կամ ընտանիքի անդամների համար իրանք շտապեցին շուտ առան եւ դա բերեց ինչ որ մի առումով պահանջարկի նվազմանը, բայց պահանջարկը միշտ կա։ Մի քիչ բայց արհեստական բան ստացվեց էլի, այսինքն։ Այո, արհեստական էր, բայց դա գիտեք ինչ, մի հատ շատ կարևոր հանգամանք էր, որ որ կարճեց այդ հանգամանքից ու օգտվեց այդ հանգամանքից սովորելու, շուկայում դիրքավորվելու պետական մարմինների տեսանկյունից քաղաքաշինական նոր ծրագրեր մշակելու տեսանկյունից նրանք օգտվեցին։ Հիմա պահանջարկի դեպքում պահանջարկը իմ կարծիքով առավելապես Երևանում 30 թվականից հետո կտրուկ է բարձրանալու։ Այսինքն մենք հիմա եթե ունենք դանդաղում կամ դեպի նվազում պահանջարկի, ինչու այդ հարցի պատասխանը շատ պարզ է, որովհետև այսօր արդեն որևէ նորաստեղծ ընտանիք կամ անձ, որ ուզում է անշարժ գույք ձեռք բերել, ընդհանրապես չի ձգտում երկրորդական շուկայից ձեռք բերելու, եթե չխոսենք, ասենք այդ քարի մեր տիպային շենքերից, պանելային 50, 60, 70-ականներին կառուցված շենքերը մի քանի տարի հետո դատարկվելու են, ստեղ ես կարող եմ մի քիչ ծայրահեղ բաներ ասել, բայց դրանք նաև կարող են ազգային անվտանգության խնդիր լինել իրենց սեյսմակայունության, մաշվածության, թե բարոյական, թե ֆիզիկական մաշվածության տեսանկյունից։
Բայց կարծում եմ, որ որոշ տարի հետո, 3-ից 5 տարի հետո արդեն այդ շենքերը այսօր էլ արդեն պիտանի չեն օգտագործման, շատերը վթարային են 3-րդ կամ 4-րդ աստիճանի, բայց բոլորը ձգտելու են նորը։ Հիմա գանք Երևանում։ Եթե մեկնարկի ռենովացիայի ծրագիրը, ինչը ենթադրում է, որ պետք է ստեղծվի քաղաքաշինական որոշակի միջավայր, որ ինվեստորին հետաքրքրի գա 4 հարկանի 10 հատ շենք քանդի, այդ մարդկանց վերաբնակեցնի նույն տարածքում կամ այլ իր կառուցած շենքերում, եւ այդտեղ կառուցի այլ քաղաքաշինական միջավայր ձևավորի, բարձրարկ շենքեր, օրինակ եւ այլն, օգտագործելով արդեն արկա ենթակառուցվածքները, այս ծրագրի դեպքում կարող ենք մեղմել մի քիչ այդ 30-ից հետո սպասվող մեծ պահանջարկը։ Սա արդեն պետության խնդիրն է, թե ինչ ռազմավարություն կտնի։ Բայց ես կարծում եմ, որ Երևանում այլևս չպետք է իրականացվի կառուցապատում, որովհետև Երևանը արդեն խեղդվում է։ Երևանը մեր հաշվարկով արդեն 1.2, 1.3 միլիոնանոց քաղաք է դառնում, ավելին ասեմ, եթե հանրապետության մակարդակով ենք նայում, 40-45% բնակչության կենտրոնանում է Երևանում եւ մարդկանց արդեն գրավիչել չի Երևանում ապրելը, որովհետեւ կյանքի կեսը սկսում են անցկացնել խցանումներում։ Մենք օրինակ հիմա աշտարակում նախագիծ ունենք եւ աշտարակի նախագծով շատ ավելի մարդիկ են հետաքրքրված Երևանից տեղափոխվեն աշտարակ, եթե իրենց բնակվելու։ Այո, եթե իրենց կենցաղը, կյանքը, աշխատանքը կապված է, ասենք Աչափնյակ, Դավթաշեն, Կոմիտաս հատվածի հետ, որտեղ աշտարակից Աչափնյակ հասնելը ավելի արագ է, քան օրինակի համար Նորքից կամ Երևանու Զանգվածից։ Ես կարծում եմ, որ պետք է ռազմավարություն լինի այնպես, որ Երևանից դուրս գան կառուցապատողները, ապա կենտրոնացվի, տրվի որոշակի նոր գործիքներ մեր մարզերը զարգացնելու, մարզերում պետք է լինեն նոր հետաքրքիր ծրագրեր։ Վերջը մարզերի բնակիչները մեր հայրենակիցներն են, նրանք նույնպես իրավունք ունեն լավ բնակելի պայմաններում ապրելու։ Այնտեղ ամուսնացող երիտասարդը պետքա ունենա հնարավորություն նորակառույց շենքում ձգտի գոնե այդ մաշված շենքից դուրս գա եւ գնա նոր շենք։ Սա կարծում եմ թե դեմոգրաֆիկ խնդիրների լուծմանն է նպաստելու, թե հոգեբանական, թե մարզերի զարգացման, թե մարզերում մարդկանց պահելու։ Իրականում հետաքրքիր է, որ այս կառուցապատման թեման թվում է ուղղակի մենք խոսում ենք շինարարությունից, չգիտեմ, բիզնեսից, քառակուսիները վաճառելուց, բայց ես դուք խոսում եք ու ես մտածում եմ իսկապես ինչքան օրինակ լավ է այն մարդու բարեհոգեբանական վիճակը, որը մտնում է լավ շքամուտքով, սպասարկում ունեցող լավ շենք, հա, եւ մտնում է լուսավոր բնակարան, եւ այդ բնակարանից այդ հնության պանելների բույրը չի գալիս, եւ դրան հակառակ ինչքան շատ են մեր կողքին ապրում շատ տաղանդավոր մարդիկ, գուցե իրենց գործի մեջ շատ մեծ օգտակարություն բերող մարդիկ, որոնք երեկոյան այդ խցանումներով մի կերպ հասնում են մասիվում գտնվող իրենց 4 հարկանի 5 շենքը, որի շքամուտքը արդեն այնքան վախենալու է կամ վերելակը, սա երևի թե նաև բարեհոգեբանական իմաստով այնպիսի բան է, որ պիտի արդեն սկսենք վերջ տալ ու դրա համար կարծում եմ նաև բոլոր կարգավորումները, որ կլինեն հետագայում ու նաև դեպի մարզեր, հա, այդ վեկտորի փոխելը կօգնի, որ մենք մի քիչ ավելի լավ բարեհոգեբանական մթնոլորտում նաև ապրենք ու ոնց որ ավելի բարի կլինենք իրար նկատմամբ, որ ամեն դեպքում տունը այն վայրն է, որը մեր տրամադրության ամենակարևոր երևի ապահովողն է։ Երբ որ լավ վիճակում չէ տունը, դժվար է լինել լավ վիճակում որպես մարդ։ Եթե հետ գնանք էլի խոսենք գնորդների մասին մի քիչ, մենք էլի մեր գոլեգաների հետ որ շփվում ենք, ու հատկապես տուն էքսպոյում տեսնում ենք, որ այս մեր գնորդների վարքագիծը շատ է փոխվել։ Անկամ երբ համեմատում ենք մեր այցելուներին 2022 թվականին ու մեր այցելուներին այսօր, շատ տարբեր է իրենց ստանդարտները, պահանջները, տեղեկացվածության մակարդակը շուկայից, ինչ է փոխվել գնորդների մտածողության մեջ եւ այսօր կառուցապատողը ձեր խորհրդով ինչին պիտի ուշադրություն դարձնի, որ ամեն դեպքում հայտնվի գնորդի գլխի մեջ որպես top of mind, հա, այսպես կառուցապատման ոլորտի կամ թեկուզ նախագիծը, ինչ կրիտերիաներ ու կրիտիկական հատկանիշներ պիտի ունենա, որ այսօրվա գնորդին բավարարի։ Այո, գնորդները փոխվել են, շատ ավելի խստապահանջ են դարձել, շատ ավելի բարձր իրավագիտակցություն են դրսևորում, ինչը շատ լավ է, որովհետև շատերը ընկնում են բարեխիղճ մոլորության մեջ,
մատուցման ձևից ելնելով նաև լավ կառուցապատողի եւ իրենց մոտ ձևավորում են ակնկալիքներ, որը որ օբյեկտիվ իրականության մեջ չպետք է լինեն, բայց հետո իրանք այդ ակնկալիքները չի իրականանում ու ամեն ինչ սկսվում է դրանից, ես նոր տուն մտա, իմ համար ես ուրախությունով մտնեի, բայց էսի սենց չէր, այնինես չէր, այո, շատ կարևոր է գնորդների վարքագիծը մենք որպես ասոցիացիա բազմաթիվ ակցիաներ ենք իրականացրել տեսանյութեր, մուլտիկների տեսքով կամ իրազեկման ակցիաներ շատ կարևոր է առաջին կանոն օրինակի համար երբ որ ինձ հարցնում են այս կառուցապատողը վստահել է թե չէ ասում նայ այլ նախագիծ արելա թե չէ մինչև սա ժամանակին հանձնելա թե չէ գնամ այդ շենքը նայի լավա վատա որակը մյուսը շատ կարևոր է հետո կառավարում իրականացնում են թե չէ թե ուղղակի հանձնում են բախտի քմահաճույքին այնտեղ նոր հարևաններ են ամեն մեկը իր էմոցիաների մեջ իր դիրքավորման մեջ գալիս սկսում են վիճել լավ շենքի կառավարման համակարգ չի ձևավորում ուղղակի առաջին արդյոք արել են ինչ որ նախագծեր թե չէ եւ ինչ հետադարձ արձագանք կա այդ նախագծերից ունեն արդյոք կայքսանք հասարակ են տարական բաներ եմ ասում ինչ ձևով են ներկայացված շուկայում իրենց այդ նախագծերը որ արել են հայտարարած եւ իրականացրածը համապատասխանում են իրականությանը սա նույնպես շատ կարեւոր է ֆինանսապես ինչքանով են թափանցիկ օրինակի համար ովքեր են թիմում աշխատում սրանք են տարական բաներն են որ առաջին հարցաշարն է որ մարդ պետքա զննի կամ այդ հարցերին պատասխանի դրանից հետո բնականաբար արդեն պետք է ծանոթանան եթե որոշակի վստահություն ձևավորվեց արդեն պետքա պրոդուկտի հետ ծանոթանան դրա վաճառքի պայմանների հետ պայմանագրի պայմանների հետ օրինակ հատուկ հաշվի միջոցները ինչ ուղղությամբ են ուղղվելու արդյոք իրավունք ունի ինքը այլ նպատակների համար դրանք ուղի թե չէ ինչպիսի վերահսկողություն է սահմանել բանկը նաև սա էլ պետք է հասկանանք այսինքն առաջին կաստինգը անցնելուց հետո պետքա մի քիչ ավելի մանրամասն իրավական վերլուծություն արվի կան այսօր բազմաթիվ մասնագետներ, որոնց որ կարող են դիմել եւ աջակցություն ստանալ, ամեն դեպքում ասոցիացիան որոշակի իրազեկման աշխատանքներ անում է, որովհետեւ մեկ նախագծի ցախողումը 500 կամ 300 բնակարանի ցախողումը դա բերում է ամբողջ շուկայի նկատմամբ բական բարեխիղճ կառուցապատողների նկատմամբ վստահության նվազմանը։ Այո, ինչի հետքերը մենք տեսնում ենք, բարեբախտաբար հիմա բավականին լավ վիճակ է շուկային, որովհետև մենք ունենք իսկապես լավ քաղաքաշինական նախագծեր, լավ կառուցապատողներ, որոնք ամեն ինչ գրագետանում են ու կարծում եմ իմիջի իմաստով ահագին բան է փոխվել։ Բայց մեկ է էլի հետաքրքիր փաստ, որ ամենաշատ մեղադրանքները նաև կառուցապատման ոլորտը ստանում է, որովհետև Երևանը աշխարհի ամենահին, հռոմից էլ հին քաղաք է, բայց երբ մենք նայում ենք Երևանին, պատմական շերտին, մենք չենք տեսնում։ Այդ ոնց իմացանք, որ հին քաղաք է հա մենք ենք հայերս ենք Երևակայում ենք երբ որ գնում ենք Հռոմ օրինակ ակնհայտ է որ Հռոմը դարերի խորքից է գալիս Երևանի դարերի խորքից գալը մենք գիտենք ու մենք ենք տեսնում ինչ որ դրվագներով բայց ճարտարապետական իմաստով կարծես չի պահպանվել ու հիմնականում չգիտես ինչու այդ մեղադրանքի հասցեատերերը էլի կառուցապատողներն են ու տեղտեղ նաև պետությունը դուք ինչ եք կարծում կա ինչ որ հավասարակշռելու կամ կար կամ գուցե դեռ կա հավասարակշռելու մի գործիք քաղաքի պատմական շերտի պահպանման օրինակ մենք հիմա ունենք կոնդը որը ըստ խոսակցությունների ուրիշ բան է դառնալու եւ չի լինելու այդ կոնդը որը կա հա մենք ունենք մի քանի շատ լավ շենքեր կենտրոնում այդ քարե հա սև շենքերը որոնք չգիտենք շատ շենքեր լքված են անհասկանալի նպատակներով են օգտագործվում դուք ինչ եք կարծում արդեն թեկուզ ոչ ոլորտի մարդ այս թեմայով օրինակ մտահոգ մարդ կամ շատ շփված մարդ էս թեմայի հետ կա հավասարակշռելու կերպ այս թեմայի համար որ մնա քաղաքի պատմական շերտը չփոխվի Երևանի չնայած արդեն այնքան անցել է ասում եմ Ռուբիկոնը անցել ենք շատ փոխված է Երևանը բայց տեղտեղ դեռ կարող ենք պահպանել թե միևնույնն է պետք է նորացվի եւ այդ հին բաներից պետք չէ որ կարճենք ինչն է կարևոր փիլիսոփայորեն պատասխանեմ ամեն ինչ սկսվում է մարդկանց ենթագիտակցությունից եւ մարդկանց մենտալիտետից ինչքան են սիրում իրենց բնակարանից դուրս իրենց միջավայրը եւ իրենց քաղաքը այ եթե այդ խորհրդային տարիներին ձևավորված մենտալիտետը մենք փոխարինենք հիմա որ ես շատ նկատում եմ երիտասարդների մոտ որ ընդհանրապես գաղափար չունեն այն ժամանակ ինչ մենտալիտետ է գործել էապես փոխվում է եւ դրանով պայմանավորված
հույս ունենք, որ այ հենց թեկուզ այսօրվա կառուցածը, որ 100 տարի հետո դառնալու է ինչ-որ պատմություն, դրանք պետք է լավ պահպանել, ել չեմ ասում արդեն տեղի գոյություն ունեցողը լավ պահպանելու, խնամելու եւ որպես կառուցապատող աչք չդնելու այդ տարածքների վրա, հավատացեք, դա էլ պետք է մարդ կարողանում է քիչ իրեն զսպի։ Շատ գայթակղիչ է քաղաքի կենտրոնում լավ բան ունենալը, լավ ֆինանսապես, Մենք շատ հեշտ ենք խոսում, որ պետք չէ դա անել, բայց ամեն մեկը որ կունենա հնարավորություն, ճիշտ եք ասում, շատ գայթակղիչ է հետ գնալ այդ մտքից։ Հետևաբար պետք է մարդ որպես կառուցապատող կարողանա իրեն զսպել, իսկ որպես քաղաքացի ուղղակի պետքա հոգ տանել այն ամենահին մեր շենքերից, ամենափոքր անկյուններից, լավ, ամենափոքր խորհրդանիշներից Երևանի հնության, մեր մշակույթին վերաբերող այդ քաղաքաշինական օբյեկտների նկատմամբ դրանք կլինեն արձաններ, կլինեն, չգիտեմ, ցանկացած քաղաքաշինական օբյեկտ, որը որ մեր քաղաքի պատմությունն է կերտել եւ այսօր էլ որ կառուցվում է եւ կերտելու է։ Շատ կարեւոր է որ մարդիկ մոտենան դրանց այնպես, ինչպես իրենց տան մեջ են։ Ես միշտ այդ օրինակն եմ բերում, ծխախոտը փողոցում գցելուց է սկսվում ամեն ինչ։ Այո, ես շատ կիսում եմ այդ կարծիքը, որովհետև հենց նույն մարդիկ, որ սուրճը խմում են, բաժակը թողնում են մայթի վրա կամ ծխախոտը նետում են, կամ փողոցում ինչ որ իրենց անհարկի են պահում, բայց իրենք կարող են գնալ Facebook-ում գրել լալահարաջ ստատուս այն մասին, որ ինչ որ մի օբյեկտ քանդվում է, տեղը սարքվում է ինչ որ բան, որը մեկի բիզնեսն է լինելու։ Չնայած ես ինքս այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում, որովհետև պետք է գիտակցել, որ ցանկացած բիզնես, որը հաջող գործում է, նաև մեր գլոբալ տնտեսության միջոցով, նաև մեր երաշխավորն է, մեր լավ կյանքի, եթե մենք մի բան անում ենք, եթե մենք ենք աշխատում եւ բոլորը այդ շղթայից օգտվում են, ու որպես եզրափակիչ, հա, հարց, շատ հետաքրքիր է իրականում մեր զրույցը, ես ինքս այս միտքը վերցրի, որ ասացիք, օրինակ այսօրվա կառուցվածքն էլ պիտի պահպանի, ես երբեք չէի մտածել, որ ինչ որ հիմա կառուցվում է մեր աչքին կեսը քլնգում են, կեսը լավ բան են ասում եւ այլն, վաղը դա է մեր պատմական իրականությունը լինելու եւ լավ է այսօրվանից սկսել այդ մասին հոգ տանել, գրել, վավերացնել, արխիվացնել, որ հետո այդ բանի օրին չընկնենք այդ Հռոմ-Երևան համեմատության մեջ մի 300-500 տարի հետո նորից մեր թորները, ծորները ովքեր են լինում, չգիտեմ, չտապակվեն։ Եվ որպես վերջին հարց, պարոն Սաքապետոյան, էլի քանի որ դուք այս ամեն ինչի մեջ եք եփված եք կենտրոնում եք այս թեմայի, որն է ձեզ համար քաղաքաշինական ու նաև անշարժույթի ոլորտի առողջ միջավայրը։ Ինչ հատկանիշներ կան, որոնք եթե արկա են, կարող ենք պնդել, որ միջավայրը առողջ է, ոլորտը առողջ է, մրցակցությունը առողջ է, որովհետև էլի, չնայած մենք ներսից տեսնում ենք, որ բավականին լավ իրավիճակ է այս ոլորտում, դրսի մարդիկ լավ չեն պատկերացնում, մտածում են, որ շատ այդպես նեխած խնդիրներով ոլորտ է, առողջ է արդյոք մեր քաղաքաշինական ու կառուցապատման ոլորտը եւ եթե այո, ինչ հատկանիշներ են բնորոշում, եթե ոչ, ինչպես պիտի առողջանա, ինչ հատկանիշներ ունենալու։ Մեր քաղաքաշինական ոլորտը առողջ է, որպես թե ներդրումային միջավայր, թե քաղաքաշինություն, շատ բան կա անելու եւ եթե մենք առողջ վիճակում ունենում ենք ինչ-որ խնդիրներ, առողջական խնդիրներ, դրա մասին նախ չհետազոտենք մեզ բարբերաբար, չբարձրաձայնենք դրա մասին, բնականաբար մենք չենք լինի առողջ։ Այսինքն քննադատությունը սկսած ինքնակննադատությունից վերջացրած պրոցեսի մասնակիցների միմյանց նկատմամբ քննադատությունը, խոսքը առողջ քննադատության մասին է, պետք է բերի այդ ավելի առողջացմանը։ Դրսի աչքի համար ինքը առողջ է, բայց հետաքրքիր չէ եւ հասանելի չէ։ Հետաքրքիր չէ, որովհետեւ մենք փոքր երկիր ենք, սա պարզ է, եւ պետք է այդ հետաքրքրությունը մենք փորձենք առաջ շարժել, այնպես ինչպես Վրաստանը կարողացավ Բաթումի մասին չեմ խոսում, նույն Թբիլիսին կարողացավ միջազգային հետաքրքրության կենտրոն բերել, լավ կամ Արևելյան Եվրոպայի երկրները, օրինակ Ռումինիա, Բուլղարիա, Հունգարիա, սրանք բոլորը հետխորհրդային երկրներ են, սոցիալիստական երկրներ են, որոնք որ այս տրանսֆորմացիոն մասը շատ հետաքրքիր անցան եւ արագ։ Մյուս անառողջ մասը դա մեր ֆինանսական գործիքների պակաս լինելուն է վերաբերում։ Մենք շատ ցավոտ բան պետք է ասեմ, բայց Հայաստանում չունենք A դասի բանկ, որը որ
կարող եք երկխոսել օրինակ միջազգային շուկայում ինչ որ բանկի հետ երաշխիքներ տրամադրելու, այս բանկային ներդրումային գործիքների կիրառման տեսանկյունից։ Եվ մենք ստիպված ներսի ռեսուրսներով եք անում։ Ներսի ռեսուրսներով կամ հակադարձող երաշխիքները կոչվում, կոնտրգարանտիաներով ենք սկսում դրսի բանկերի հետ աշխատել, լավ, եթե պետք է միջոցներ բերենք, ինչը թանկացնում է էլի գումարը։ Եվ մյուս անառողջը դա էլի ֆինանսական շուկային է վերաբերում այս հիպոթեքների բարձր տոկոսների, հիպոթեկային վարկերի բարձր տոկոսների հանգամանքն է, որը որ շատ անառողջ է սարքում, որովհետև եթե 13%-ը մենք իջացնում ենք 9%, 10%, դա 4 կամ 5 հոգանոց 1 միլիոն եկամուտ ունեցող ընտանիքը արդեն հնարավորություն կունենա տուն ձեռք բերելու։ Այսինքն 3-4%-ը այո, ուղղակի կտրում է, ասենք 1 միլիոնից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար գույքի ձեռքբերումը, որը որ շատ կարևոր է սոցիալական հավասարության, մարդկանց կյանքի որակը փոխելու, այս երկրում մնալու, ապրելու տեսանկյունից։ Սրանք այդ համակարգային խնդիրներն են հիմնականում այս ֆինանսական գործիքների բացակայությունը, ներդրումներ ներգրավելու եւ մարդկանց մատչելի հիպոթեկային վարկեր տրամադրելու համար։ Եվ այս վերջինը մատչելի հիպոթեկային վարկերի մասը, եթե այդպես փորձեմ շարունակել, դա նաեւ կտա հնարավորություն, որ քաղաքաշինական միջավայրն էլ, այսինքն կառուցապատողներն էլ կառուցելիս ավելի վստահ լինեն իրենց գործի մեջ կամ նախագծերի ֆինանսական հաշվարկը այնպես արվի, որ կանխատեսվի, որ դրա սպառումը լինելու է ժամանակին, չեն կառուցվելու այդ շենքերը դատարկ մնան, որովհետև այդ սպառնալիքը կա, այսօր ամենագլխավոր այո, շատ կամ մեկնաբանությունները կամ գլխավոր մեսեջը, որ մենք ստանում ենք, որ թեկուզ տուն էքսպոյում, հա, գալիս են, նայում են, բայց հաճախ հիասթափված շատ այցելուներ գնում են, որովհետև մենք ունենում ենք օրինակ 17,000 այցելու, բայց 3,000 բան, նոտարական վերջում գործարք, բա այն 14,000-ը որ եկել էին, անիմաց չէին եկել, բայց ուղղակի մարդիկ գալիս ու բախվում են այդ անհասանելիության խնդրին եւ հուսանք, որ ժամանակի ընթացքում ու այս տրանսֆորմացիաների ընթացքում նաև կոնկրետ այս հիպոթեկային տոկոսների պահը որոշ բանկերում կվերանայվի կամ գուցե համատեղ աշխատանք պիտի դրա համար անի պետությունը, մասնավորը եւ նաև մասնավորի մեջ նաև բանկը իր հերթին հուսանք որ ինչ որ մենք այսօր խոսեցինք համապատասխան կառույցներում նաև արձագանք կստանա, որովհետեւ նաև մեր հարթակի իմաստը ու նաև տունեքսպոյի իրական առաքելությունը ոչ միայն ուղակի մարդկանց իրենց երազանքների բնականանային տեսնելն է կամ կառուցապատողների համար մարքեթինգային աշխատող գործիքներ առաջարկելն է, այլ նաև խնդիրները արկա շատ լավ նշեցիք առողջ քննադատությունները ավելի հնչեղ դարձնելն է եւ այդ հարթակը լինելն է։ Շնորհակալ ենք շատ զրույցի համար։ Ինձ անձամբ շատ հետաքրքիր էր, ես շատ հետաքրքիր ինսայթներ ու գիտակցումներ ինձ հետ տարա։ Բարեկամներ, չենք մոռանում, որ մարտի 27-ից 29 մեզ բացվում է արդեն 6-րդ տուն էքսպոն Meridian Expo կենտրոնում։ Շուկայի բոլոր խոշոր եւ վստահելի կառուցապատողները մասնակցում են ցուցահանդեսին եւ ձեր այցը իհարկե շատ ողջավորիչ կլինի բոլորիս համար։ Ֆիքսեք օրերը մարտի 27-ից 29 եւ անպայման համեցեք։ Մենք սիրով եւ հատուկ առաջարկներով ամենակարևորը մեր սիրելի կառուցապատողները կսպասեն ձեզ, եթե դուք փնտրում եք բնակարան կամ ցանկանում եք կատարել ներդրում, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, գիտեք, որ տունեքսպոն միջազգային է։ Այսքանը շարունակեք հետևել մեր գործունեությանը, չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին ու սեղմել զանգակի կոճակը, որպեսզի առաջինը տեղեկանաք հերթական էպիզոդի մասին։ Միացեք մեզ նաև Instagram-ում, այդ հարթակում եւս բավականին ակտիվ ենք։ Միացեք նաև տունեքսպոյի էջին առաջիկա առաջարկներին ծանոթանալու ու նաև բոլոր հատուկ առաջարկներից հետ չմնալու համար, եթե դուք փնտրում եք բնակարան տունեքսպոյին ընդառաջ։ Լավ եղեք, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք։